Ես այդ ընտրությունները, որը տեղի ունեցավ, չեմ ճանաչում։ Ես չեմ ճանաչում նման կերպարին, որը դավաճան է մեր երկրի ղեկավար։ Ես Արշակ Կարապետյանս պայքարել եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ։ Կարծում եմ, որ այս տարվա մեջ սա վերջին ընտրությունը չի։ Մինչև այսօր ես ինչ ասել եմ, այդպես եղել։ Ես պատրաստ եմ ցանկացած իրադրության զարգացմանը եւ պատրաստ եմ ցանկացած պայքարի, որը որ կթելադրի իրավիճակը։ Ես չեմ հանդուրժելու այդ արդյունքների նկարչությունը, որը բոլորս հասկանում ենք։ Գիշերը ժամը 2-ին ելույթ ունենալու առաջի ցուցումը եւ առաջի իր գործողությունը, որ ասեց, ինքը ասեց, որ կալանավորելու է սրան, նրան, տանելու եմ, նստեցնելու եմ, չգիտեմ ինչ անելու։ Բայց ոչ մի կոնստրուկտիվ բան չասեց։ Ինքը ստեղծել է ռեպրեսիվ մեխանիզմ իդեմս մեր իրավապահ մարմինների։ Ես ուզում եմ ձեզ բոլորիդ հիշեցնեմ Ստալինյան պատմություն։ Ստալինն էլ սկզբից Տրոցկին էր հետապնդում, չգիտեմ այնտեղ մի քանի ուրիշ մեծ քաղաքական գործիչների, բայց երբ որ նրանց հախից եկավ, հասկանում եք, այդ ռեպրեսիվ մեխանիզմը չի ցրվում։ Մնաց մի 5 հոգի մարդ, հեսա կբռնի, ինչ անելու, փագելու է, 5 հատ քնչական ծառայություններ, չգիտեմ, ոստիկաններ, դատախազներ, դրանց փագելու է։ Չէ, բա ինչ պետք է անեն դրանք։ Գալու են ձեր հետևից։ Հայաստանի Հանրապետությունում ինքը այսօրվանից գիշերը ժամը 2-ից հաստատեց դիկտատուրը, որը հենց իրեն էլ խժռելու է։ Մենք պայքարում ենք, եղեք մեզ հետ։